Ողջույն սիրելի ընկերներ, ուրեմն ինչպես հետևել եք իմեջին, գիտեք, որ այսօր ուրեմն Բրբանկի Սուրբ Ղևոնդյաց մայր տաճարում որոշված է որպեսզի աղոթք լինի Աստծուն մեր մայր եկեղեցու անսասանության, Սուրբ Էջմիածնի անսասանության, ինչպես նաև մեր երկու սրբազանների, Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի շուտապույտ ազատ արձակման համար եւ աջակցություն նրանց, դա տեղի ունեցավ եւ վերջում մի փոքրիկ հավաք էր այստեղ ուրեմն կազմակերպվել։ Դժբախտաբար իմ ֆոնը մի քիչ տոտի տակության պատճառով խնդիր ունենք, նաեւ կապի պատճառով չկարողացա ամբողջությամբ գնալ, հետո հնարավորինս կփորձեմ դրանք ուրեմն տեղադրել հնարավորինս ուրիշ ընկերներից վերցնելով, բայց ուզում եի ընդհանրության մեջ ասել, որ ժողովրդին մի փոքրիկ դժգոհություն առաջացավ, քանի որ ավելին են ակնկալում սրբազան հորից աղոթքի ժամանակ։ Վերջում Բաքվում հնարավոր եղավ սրբազան հոր հետ հանդիպել եւ հավատացյալները, ովքեր խնդիր ունեին, որ ինչու աղոթքի ժամանակ շատ ավելի հստակ դիրքորոշում չի եղել, սրբազան հորը դիմեցին, իսկ սրբազան հայրն էլ պատասխանեց, որ վաղը մեկնում է Էջմիածնին, այնտեղ հանդիպումներ ա լինելու եւ բնականաբար ինչ որ Էջմիածնում որոշում կայացվի, հանրահայտարարությունը բոլորինն է եւ նաեւ շեշտվեց, որ հոգեվոր խորհուրդը հայտարարություն է տարածել, ինքը հոգեվոր խորհրդի անդամ է եւ բնականաբար իր տեսակետը չի կարող տարբեր լինել հոգեվոր խորհրդի տեսակետից։ Ամեն դեպքում ժողովուրդը այս պահին բավարարված են եւ հույսով եմ, որ ավելի մանրամասնությամբ հետագային մեր արևմտյան թեմի դիրքորոշման ականատեսը կլինենք, ինչպես արևելյան թեմը շատ հստակ ուրեմն դատապարտել է վերջին զարգացումները, որ Հայաստանում տեղի են ունենում։ Բայց միևնույն ժամանակ ես մի փոքրիկ դժգոհանք հայտնեի իմ այստեղ մեր Լոս Անջելեսը հայությանը, ակնկալիքից շատ ավելի մեծ մասնակցություն էր այստեղ, քանի որ այս հավաքը ոչ քաղաքական էր, ոչ որևէ կուսակցության կողմից էր, կազմակերպիչներն ընդհանրապես կուսակցականներ չէին, եւ ես ակնկալում էի շատ ավելի մեծ մասնակցություն, դժբախտաբար այդպեսին չէր, բայց հիմա կարծում եմ այսքանով բավարարենք այսօր համար։ Նրանք, ովքեր այդպես ասած Facebook-ում լայվեր են անում, հաղորդումներ ունեն, լալա առաջ կոչեր են արձակում Նիկոլի դեմ, եկեղեցի սրբազան դեմ, ինչ կարծում եմ այստեղ իրենց ներկայությունը այսօր անհրաժեշտ էր եւ բացակայությունը ես գոնե իմ ընկերներից մեջ շատերին ունեմ, գիտեմ, ակնկալում եմ, որ այսօր այստեղ իրենց ստեղծնելու եմ չկային, իմ կուսակցական ընկերներ էին մեծամասնությամբ, ովքեր եկել էին, այ մտահոգ հայրենակիցներ էին, ովքեր եկել էին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, որոնք եկել էին պաշտպանել։ Ամեն դեպքում լավ մնացեք ժողովրդյան, շնորհակալ եմ, որ հետևել եք ինձ, շնորհակալ նրանց, ովքեր այսօր եկան մասնակցեցին իմ հետևորդներից, շատերին առաջին անգամ էի այստեղ հանդիպում, Facebook-ում ընկերներին չէի հանդիպել, ուրախ եմ դրա համար, լավ առիթ չէր, բայց ամեն դեպքում արիթ ստացվեց, որ հանդիպել եմ։ Լավ մնացեք, կապի մեջ կլինենք, հույսով եմ, որ ամեն ինչ լավ բաներ դեր առջևում կլինեն։ Հաջողություն բոլորին։